Հրապարակային խոսքի վախը հաճախ սկսվում է մարմնից։ Հրապարակային խոսքի ժամանակ երբեմն մարմինը ձեզանից շուտ է արձագանքում։ Ձայնը արագանում է, շունչը դժվարանում, բերանը չորանում։ Մտածում եք, ես ամեն ինչ գիտեի, հիմա ինչու մոռացա։ Ու հենց այդ պահին թվում է խնդիրը խոսելու ունակության պակասն է, բայց հաճախ խնդիրը գիտելիքը չէ։ Խնդիրն այն է, որ ձեր մարմինն իրավիճակը գնահատում է որպես սոցիալական ռիսկ։ Ձեզ նայում են, ձեզ լսում են, ձեզ կարող են գնահատել, եւ դուք փորձում եք մեկ քայլով անել այն, ինչն իրականում պետք է անել աստիճանաբար։ Շատերն առաջին անգամ միանգամից փորձում են երկար ելույթ ունենալ, օրինակ լայվ մտնել կամ տեսախցիկի առաջ կատարյալ խոսել, բայց ճիշտ ճանապարհը հաճախ ավելի փոքր է։ Սկզբում 30 վայրկյան կարող եք voice note անել, հետո մեկ story անել առանց տեքստ կարդալու, հետո հարցազրույց կամ լայվ։ Հետազոտություններում աստիճանական exposure-ի մոտեցումները համարվում են վախի հետ աշխատելու արդյունավետ մեթոդներից մեկը։ Միտքը պարզ է, մարդը նոր փորձ է ձեռք բերում, որ տեսանելի լինելը անհարմար է, բայց աղետ չէ։ Հրապարակային խոսքը տաղանդ չէ, դա տեխնիկա է, կառուցված եւ կրկնություն պահանջող։